վաղը մյուս օրը սա հանդրությունները կգա, կընտրվեն չեն ընտրվի, մենք ոչ մեկից չենք կարող պահանջել, թե ինչի այս հանգստը շահագործում։ Սեպտեմբերի 18-ին Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրում կայացավ հանրային քննարկում Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում երկրաբանահետախուզական աշխատանքների ժամկետը մինչև 2028 թվականը երկարաձգելու նպատակով։ Նախաձեռնողը Մենդիա ռեսուրսի սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն է, որի ներկայացուցիչ Տարոն Նավասարդյանը ներկայացրեց 2026-28 թվականներին նախատեսվող ուսումնասիրության ծրագրերը։ Հաջորդ 3 տարի շարունակվելու է երկրաբանահետախուզական աշխատանքները, դրանց կառավարման շրջակա միջավայրի ազդեցության ռիսկերի կառավարման գործընթացները առնվազն նույնն են մնալու։ Քննարկման մասնակիցները տարբեր կարծիքներ հնչեցրին, այդ թվում գյուղատնտեսությանն ու իրենց առողջությանը սպառնացող հնարավոր վտանգների վերաբերյալ, ասում են հանքարդյունաբերությունն իրենց օգուտ չի բերում, ցանկանում են զբաղվել գյուղատնտեսությամբ։ Միանշանակ մենք մտածում ենք, որ դու ձեր օգուտ, մեզ օգուտ չկա։ Մեզ վնասից բացի օգուտ չի լինի։ Վայոց ձորը 1400 պատմամշակութային հուշարձան ունի, որից 480-ը Եղեգիս համայնքում է։ Եղեգիսում փաստացի կա 6000 փեթակ մեղու, 4000-ն էլ դրսից են բերում։ 10000 փեթակ մեղուն տարեկան կարող է համայնքին բերել 700 միլիոն դրամ եկամուտ։ Հաշվարկ է անում Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը, ասում է սրանով մարդիկ ընտանիք են պահում։ Մեղվապահությունից բացի մարզին լուրջ եկամուտ են բերում նաև գյուղատնտեսության այլ ճյուղեր, իսկ խաղողագործության եւ զբոսաշրջության ոլորտում նաև պետական ներդրումային ծրագրեր են իրականացվում։ Գինեգործներ 200 միլիոն դոլար փող են դրել արդեն Արենի համայնքում։ Այգեն իմնել Աղավնաձորում 1 քառակուսի մետր հողնարի $4։ Դա արժեք ունի, արոտավայրերը, այլ գյուղացական նշանակության հողերը այգեն իմնում Աղավնաձորում եւ դա շարունակվում է։ Եվ այս բոլորը հսկայական եկամուտ է բերում այդ ժողովրդին։ Այս գինեգործությունը, գյուղատնտեսությունը, туриզմի տեսանկյունից Հայաստանի Հանրապետության կառավարությունը Վայոց ձորում Եղեգիս, Բայք եւ ջերմուկ համայնքներում ներդնում ֆինանսական հսկայական միջոց։ Միայն Եղեգիսում 15 միլիոն դոլար փողը ներդրվելու туриզմի զարգացման համար։ Բարձրացվեց նաև մարզի ջրային ռեսուրսների աղտոտման ռիսկը։ Դուք այսօր հանքարդյունաբերություն արեցիք, իմ ջուրը կորելու է, այսին ինչ անելու, վնասվելու է։ Դուք այսօր առանց ոչ մի բան, ես ճանապարհ եմ սարքելու, ես ես շատ գոհ եմ, շատ շնորհակալ եմ։ Համայնքին Մեր պետությունը այնքան ճանապարհներ է սարքում, որ մենք կարող ենք իրացից պահանջել այդ ճանապարհները սարքում։ Վայոց ձորի ջրային ռեսուրս կազմում է 700-750 միլիոն, որից 27% կամ 200 միլիոնին մոտավորապես 180 միլիոն խոհանար ջուրը գալիս է այդ տարածքից, որտեղ հանքարդյունաբերությանն են փորձում ուսումնասիրել, չկա այդպիսի բան, որ ուսումնասիրեն հետո շահագործեն, հետո շահագործելն ավելի ավերժություն է լինելու։ Եվ այդ ջրային ռեսուրսները խիստ վտանգվում են նրանով, որ ստեղից ջուրը խանջան առուկ է կամ ելփին հերմոն ելփին ջրագիծ կա, որտեղ Արենի համայնքի 9 բնակավայրից 8-ն է ոռոգվում ստեղ, Եղեգիս համայնքից 4-5 բնակավայր է ոռոգվում, Եղեգնաձոր բնակավայրից 4 բնակավայր է ոռոգվում համայնք։ Եվ այս բոլոր տեղերից ամբողջ մտավախությունը ջրային ռեսուրսների վտանգվելու խնդիրն է։ Երբ որ մեր բնակիչների կամ արոտների հետ կապված խնդիրներ են առաջանում, այդ առումներով մենք շփվում ենք եւ փորձում ենք դիմ օրենքի սահմաններում պաշտպանել մեր բնակիչների շահերը, որ խնդիրներ չլինեն։ Այս պահի դրությամբ վերահսկողությունը կարծում եմ օրենքի սահմանված կարգով շրջակա միջավայրի նախարարության կամ այլ ընդերկօգտագործողների կողմից համապատասխան օրենքով վերահսկվում է։ Իսկ հանքարդյունաբերական գործունեությանը կողմնակիցները հիմնականում նշում էին աշխատատեղերի խնդրի մասին։ Մեր հանքի շուրջ ոչ մի անասուն չէ հնարավորություն, որովհետև այնտեղ այդ ներքին բաները, որ հորատես են այդ բաները, տարբեր տարրեր են, քիմիական տարրեր ելնելու, անասունը եթե կերավ կարող է և թունավորվի, բայց հիմա լսի դե, հիմա որոնումներ են կատարում, որոնումից հետո նոր կզգան, եթե վտանգավոր է, այդ մարդիկ չեն շարունակի, թող այս մարդիկ աշխատեն, մենք էլ իրանց հետ աշխատենք, մեր երեխեքին պահենք, դու ունես քո աշխատանքը, իսկ ես չունեմ իմ աշխատանքը, ինչեք վայիսը լնեք, որ մեր ապրելակերպը վերածվի նորմալի։ Թող նորմալ լինի, դուստո ջան, օրինակ ինչի չես ուզել մի հատ գործարան բացեն այստեղ, ծերնոցի գործարան, թող բացեն, ժողովուրդը մտնի աշխատի։
Կարի գործարան։ Հա։ Ինչ է լավ։ Ինչի լուծարվեց։ Դե լավ սեփականատեր 91 թվի կարի գործարանի մասին է խոսքը բացել, հա։ Դե լավ սեփականատեր, այդ մարդիկ չի բացել, չի աշխատել։ ռելե։ Եղեգնաձորի բնակիչ ֆերմեր Հայկ Իսախանյանը եւս մեկ անգամ հիշեցնում է. դեռևս խորհրդային միության տարիներին կառավարությունը հաշվի առնելով, թե հանքարդյունաբերությունն ինչ ազդեցություն կունենա մարդկանց եւ շրջակա միջավայրի վրա, հանքերը շահագործելու թույլտվություն չի տվել։ Հակառակ դեպքում Եղեգնաձորի եւ Վայքի շրջանների բնակիչներն ամբողջությամբ պետք է տեղափոխվեին այլ տարածաշրջան։ Ինչ է նշանակում թունավորել։ Հարստացվում ծանր մետաղներով բացարձակապես, որոնք տարիների ընթացքում կուտակում են մարդու օրգանիզմում եւ 60-65 տարեկանում մարդիկ մահանում են քաղցկեղով։ Եվ այսօր մեզ մոտ մենք համարում ենք, որ հանրապետությունից շատ բարձր է քաղցկեղի մակարդակը։ Շատ բարձր տոկոս է կազմում երիտասարդների մոտ չբերությունը։ Մենք ամբողջը վերագրում ենք, որ 20 տարի շարունակ Վայոց ձորում 1950-ից 1970 թվականներին աշխատել են հանքարդյունաբերության մի քանի օբյեկտներ, մտածում ենք, եթե ավել լինի, ավելի մեծ վտանգներ կլինի։ Այդ տարիներին մեր ամբողջ մարզը ցանկանում են տեղափոխել այլտեղ, որովհետև մասնագետների մի մեծ խումբ ուսումնարանում գտել էր այդ ծանր մետաղների արկայությունը, նաև ծծմբի շատ արկայությունը մեծ վնասներ կարող են անել մարդկությանը, շրջակա միջավայրին, բուսականությանը եւ ընդհանրապես անդառնալի կորուստներ մենք կունենանք հանքարդյունաբերության արկայության դեպքում։ Խմելու ջուր չի լինելու, մաքուր բնություն չի լինելու, էկոտուրիզմը վերանալու, կենթանական աշխարհը վերանալու, բնական աշխարհը վերանալու։ Այն հատվածն են վերցրել, որտեղ որ միջանցի գոտի վայրի կենթանիները իրանց ելքը մուտքը կատարում են։ Պետք չի այդ ձևի հանքը մեզ, պետք չի։ Մեզ պետք չի այդ ձևի հանքը։ Ժողովրդին խափում են աշխատանքի տեղ են տալիս, թող բերեն կաթի գործարան բացեն այստեղ, թող բերեն որևիցե մի գործարան բացեն, կոնֆետի գործարան բացեն, ինչ որ մի իրանց թալան, իրանց գրպանի համար բացում են այդ հանքը։ Վարդահովիտում հանրային լսումը շարունակվեց թեժ քննարկումներով։ Քաղաքացու ձայնը Վայոց ձորի Վարդահովիտ բնակավայրից։